Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք բոլորիդ կողմից ճանաչված եւ շատ սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանին, Հայաստանի վաստակավոր արտիստ, խնդրեմ բարի գալուստ մեր Arts podcast-ի տաղավար։ Աստծո բարին, բայց տեսեք, մենք մի նախադասության մեջ երկու բառ օգտագործեցինք՝ դերասան եւ արտիստ։ Կամ դերասան ասեք, կամ արտիստ ասեք։ Դուք ո՞րն եք նախընտրում։ Ես արտիստն եմ նախընտրում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։ Այ հենց ստեղից արդեն դուք սկսեցիք ճնշում գործադրել վարողին, որովհետեւ ես ինձ հանգիստ պայեմ, բայց չեմ պայել։ Լավ, ամեն դեպքում ես անձամբ ձեր երկրպագուն եմ, ձեր այդ խաղացած դերերի մեջ, մանավանդ Գարեգին Նժդեի դերի մեջ, ես մինչև հիմա հիշում եմ մի բան, որ անընդհատ, երբ որ ես այս օրերի այս ամեն ինչը հավիրքը տեսնում եմ, այն բանը, որ ինքը հողը վերցնում է, որ ես այդ բանը, այ հիմա խոսում եմ ջանս փշակ խաղում է։ Այ ո՞նց ձեր մոտ ստացվեց այդ ձև կերպարը այդ ներկայացնել Գարեգին Նժդեի։ Արսեն ջան, շատ հետաքրքիր հարց է տալի։ Կյանքում առաջին անգամ իմ վարպետս ասում էր արտիստը 3 գաղտնիք ունի։ Կյանքում առաջին անգամ ես այսօր կբացա, այդ ինչ եմ ասում, շատ լավ հարց տվեցիք, առաջին անգամ կբացեմ արտիստի գաղտնիքներից մեկը, որովհետև գիտեք ինչ կա, արտիստը մենակ կերպար կերտելով չի արտիստ, ինքը նաև պետք է ունենա առաքելություն, գլխավոր նպատակը կերպարների, թե դու ինչ առաքելությամբ ես տվյալ կերպարը նկատի ունեմ, ինչ առաքելությամբ է եկել այս աշխարհ, ինչ է իր առաքելությունը, եւ ես հենց Գարեգին Նժդեի կերպարի մեջ իր առաքելությունն եմ խաղացել, այն երկուսը չեմ բացի, բայց այդ մեկը բացեցի առաջին անգամ։ Հուսով եմ մեկ մյուս հաղորդումներին հերթով կբացեք։ Չեմ բացի, որովհետև դա էլ թող ամեն մի արտիստ ինքն իր աշխատանքով հասնի դրան ու իմանա թե գաղտնիքներից մեկը, սա ամենակարևոր, ամենաառաջնային գաղտնիքն էր, որ ասեցի, 45 տարի ես աշխատում եմ այս ոլորտում, կինոյի եւ թատրոնի ոլորտում, առաջին անգամ ես արտաբերեցի այդ բառը, որը որ անհրաժեշտ է արտիստը իմանա։ Առաքելություն։ Շատ լավ, տեսեք, եթե թույլ կտաք, մենք երկու մասի կբաժանենք այսօրվա մեր հաղորդումը։ Առաջինը խոսենք ձեր արտիստի այդ կերպարների եւ ձեր քրտնաջան աշխատանքների մասին, կինոյում ինչ մարմնավորումների մասին։ Երկրորդը քաղաքականությունից, եթե թույլ կտաք, խոսենք մի քիչ այսօրվա մեր քաղաքականությունից, մեր Հայաստանի հետ կապված։ Լավ, դուք կարաք ամեն դեպքում չպատասխանեք, 5-րդ ամերիկյան 5-րդ պապրավկեն ստեղել աշխարհում։ Տեսեք, կա կինոյում երկու տեսակ իմ հասկացողությամբ, մեկը երբ որ դու մարմնավորում ես մարդու, որը եղել է, դա իրական պատմություն է եւ կա որ գեղարվեստական, այսինքն գրվել է, այդ մարդը չկա, հորինված կա, ուղղակի պատմություն է։ Այ ասեք ինչ տարբերություն մարմնավորել, օրինակ, այն կերպարը, որը ուղղակի մեկը ինչ որ մեկը երեկոյան նստեք գրել է, ձեզ տվել է տեքստը կարդացել եք, մարմնավորում եք եւ օրինակ Գարեգին Նժդե։ Ինչպիսի տարբերություն։ Տեսեք, Գարեգին Նժդեն օրինակի մեջ չի լինում, բայց ասեմ ինչ։ Նախ մինչև կերպարը, այդ ինչ որ կերպար պետքա ստեղծել, պետքա ուսումնասիրել տվյալ անձնավորությունը։ Այսինքն այդ անձնավորությունը ինչ տեսակ մարդ է։ Էլ եմ ասում, գաղտնիքներից մեկը թե ինչ առաքելությամբ է եկել այս աշխարհ։ Ինքը ինչ պետքա անի։ Հետո պետքա ուսումնասիրես այդ տվյալ անձնավորությունը։ Օրինակ եմ բերում, ոնց է նստում, ոնց է նայում, ոնց է հաց ուտում, ինչ հիվանդ օրգան ունի, ինչ տեսակ է խոսում, ինչ հիվանդություն արտաքին ունի, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Մի հատ հետաքրքիր օրինակ բերեմ, երբ որ Սայրանի մասին ֆիլմ են ուզում նկարեն, գնում են, ասում են վարպետ եկել ենք նկարենք ձեր մասին ֆիլմ ենք ուզում նկարենք, ուզում ենք ասենք տեսնենք էլի ոնց եք դուք նկարում բան,
ասում է բալաջան ասում է ամբողջ աշխարհը գիտի ես ոնց եմ նկարում դու նկարի ես ոնց եմ զուգարան գնում այ պետք է կարողանալ ներկայացնել այդ կերպար ինքը կերպարը մարդ է անձնավորություն է նայած ինքը էլ եմ ասում ինքը ոնց է ամենակարևորը գլխավոր խնդիրը առաքելությունն է ինչ առաքելությամբ է եկել ու արդեն դրանից դուրս գալով կյանքում ինչ չարչարանքների ինչ դժվարությունների ինչ ուրախությունների ոչ դժվարությունների ինչ կարգավիճակով ապրում ինչպես է ապրում ընտանիք ունի ընտանիք չունի երեխեն հիվանդ է Գարեգին նույնի հետ կապված դուք այդ ինֆորմացիան որտեղից եք վերցրել ոնց է ինչ է ասել կա կենսագրական կա կենսագրական մեկ տեղից եք ընդհանրապես չէ դա մեկ տեղ տարբեր տեղերից իսկ եղել են մարդիկ որ ասել պատմաբանների անպայման նման կերպարները պետք է ուսումնասիրել եւ խորը այլապես գիտեք ինչ հենց այնպես չի ձեր ասած հողը որ վերցնում է դու պետք է իմանաս այդ հողի միջի արյան արժեքը եթե դու չիմացար այդ արյան արժեքը դա նույնպես գալիս է առաքելությունից ինքը ախր դա մենակ հող չի դա հայրենիք է դա Հայաստան մի բուր Հայաստանն է մի բուր ժողովուրդ է այդ արյունածոր եղած մազապուրձ եղած ազգն է այնքան խորհրդանիշ կա մեջ է էլի դրա համար պետք է ուսումնասիրել նոր անցնել նման կերպարների ստեղծմանը դուք բազմաթիվ կերպարներ եք խաղացել այ կասեք որ մեկն է որ մինչև հիմի կեսը ձեր մեջն է մնացել չեք կարող հանեք ասեմ գիտեք ինչ կա եթե ես նման բանով տարապեի հիվանդությամբ ինչպես դուք ներկայացրիք հաստատ համոզված եղեք որ այսօր այստեղ նստած չի լինի որովհետև պետք չի գիտեք ինչ օրինակ բերեմ բժշկի վրա օրինակ բերեմ բժիշկ մի հիվանդի վիրահատում է վիրահատեց վերջացրեց գնաց այդ հիվանդը առողջացավ գնաց Ոչինչ նստելուց է հələ բերեք այդ հիվանդը մի հատ էլ օպերացիա անեմ Այ իմ համար շատ անհասկանալի է, էլի տեսեք, օրինակ ես օրինակ ունեմ, թող ինձ 1000 անգամ ների հարությունը, որոնք այդ կինոից հետո այդ մարդուն կամ չեն առաջարկում ուրիշ դերեր, կամ մենակ ինքը միշտ մնացել է հովոյի կերպարի մեջ։ Այդ հանդիսատեսի որոշել։ Չէ, ինքն էլ է դենց իրան ամեն կերպարի մեջ ինքը ոնց որ կիսատ հովո մնացել է իրան, հա։ Այ ես դրա համար եմ ուզում, օրինակ Գարեգին Նժդեն իմ համար ինքը կարելի ասել ամենանն է, եղել ամբողջ իմ կյանքի ընթացքում, իր գաղափարախոսությունը, իր հայացքությունը իմ համար ոնց որ եղել է մայակ։ Երբ որ մշուշ ա եղել, ես կործանվել եմ, ասեն չգիտեմ ուր է տամ, աշ, ձախ, ուր գնամ, կորում եմ։ Այդ մայակը ինձ ցույց է տվել, որ ուր եմ ես գնալու։ Ինքը իմ համար մայակ եղել է ու մնալու է։ Այդ դուք ձեր կերպարն այդ կերպարը տալուց հետո ինքը իմ համար ավելի բարձր ոչ թե ինքը ցածր էր բարձրացավ, չէ, ավելի ոնց որ ես իրան ճանաչեցի ուրիշ ձև ճանաչեցի։ Ես այդ մարդուն ուրիշ ձև սկսեցի հասկանալ արդեն իր նույն այդ բառերը ուրիշ ձև, այդ ապրումները ուրիշ ձև։ Գիտեք, հազար ներողություն Արսեն ջան, խորհրդային միության ժամանակ մեզ սովորացնում են ինչպես դիտել նկարը եւ ինչպես դիտել ֆիլմը էկրանին։ Հիմի չգիտեմ ոնց են մարդկանց այդ դասերը տալիս են, չեն տալիս։ Այս տեսակ պետք է նայես նկարը եւ էկրանը, այսինքն հորիզոնը շատ սահմանափակ է։ Այն ժամանակ մեզ ասում էին դու այդպես մի նայ մենակ, դու նայ ավելի մեծ, աշխարհի մասշտաբով նայ։ Թե նկարը, թե ֆիլմը, թե գաղափարախոսությունը, որտեղ այդ փոքր միշտ մնում էլի ասենք։ Ձեզ իսկ մի հատ հարց ուզում եմ տամ, որովհետև շատ շատերին դա հետաքրքիր կլինի։ Ինչ պետք է անես, որ աստղայինը չտանի, ոնց որ դուք եք կարողանում։ Այ կներեք էլի, ես կողքից ձեզ շատ եմ հետևել։ Ձեր մոտ այդ բանը, որ տեսեք, ես սենց եմ, չկա։ Ոնց եք դու դա անում։ Շատերի մոտ չի ստացվում, դրա համար եթե կարեք մայստեր կլաս մի հատ։ Ասեմ, դա ամենասարսափելի հիվանդություններից մեկն է։ Նամանավանդ հայ ժողովրդի մոտ,
հայ արվեստի մեջ, ասենք, ինքը երկրորդ տեղն է գրավում նախանձից հետո։ Երբ որ մարդիկ, այո, հա, դե բանը մենք գիտենք, որ նախանձ ենք, չէ՞, մենք մեկս մեկ մի բան ասես, կասեն, ինչ որ բան, չգիտեմ ինչ եւ այլն։ Ով ինչ ուզում է ասի, ով ինչ ուզում է խոսի։ Դա ինձ շատ լավ դաս տվեց իմ վարպետը։ Այն որ չհիվանդանանք աստղային հիվանդությամբ, կարևորը մարդ մնալն է։ Ասում եմ մարդն էլի։ Չգիտեմ ծրագիրը հերիք կանի, որ պատմեմ պատմությունը։ Պատմեք։ Ինստիտուտի երկրորդ կուրսում էի, ուրեմն մեր դիպլոմային աշխատանքը Վիլյամ Շեքսպիրի Օթելոն էր։ Ու Արմեն Բարիսիչը ասել էր, որ իզնից հետո լսարան մարդ չմտնի։ Փորձում ենք առաջի տեսարան, երկրորդ եւ այլն, մինչեւ 4-րդ կուրս պետքա արդեն ամբողջ պիեսը փորձենք։ Մի օր այնպես ստացվեց, որ ես իմ մեղքով չէ։ Տրանսպորտը ուշացավ։ Ու ես եկա 5 րոպե ուշ եկա։ Դուռը բացեցի մտա, ասես դուրս գնա։ Ասի, բայց ես ասես դուրս գնա, ասես, քեզ թվում է, որ դու Օթելլո ես խաղում, քեզ ամեն ինչ կարելի է։ Կարելի է ուշանալ, հա, փորձերից։ Կարելի է այսքան մարդու սպասացնել, դուրս գնա, ասեց։ Դա իմ համար մահ էր։ Մահից էլ առավել։ Մի ամիս համայնա դասի չթողեց, ես էլ գիկի 4-րդ հարկում եմ, ասենց սյուներ կային բարձր, այդ սյուների հետ դերես էի փորձում, այդ սյուները իմ Դեզդեմոնան էին։ Մի օր եկա ձեռը դրեց ու Սիզարտեն հետևից եկավ, արդեն մի ամիսա դասի չի թողում։ Եկավ ասեց, անցի լսարան։ Ու այդտեղ կոտրվավ ամեն ինչ։ Կապ չունի դու Օթելլո ես խաղում, Նեժդե ես խաղում, թուրքի գեներալ ես խաղում, թե չգիտեմ ով ես խաղում։ Դա արդեն վերջն է։ Խաղացիր, ինչ շատ լավ, ես ասեցի, Արմեն Բարսիր ասել նայեք տեսեք, Տագանկայի թատրոնում խաղացինք Օթելլոն, ժուրնալ բան կար, թեատր կար, 88 թվի 10 համարն է, մեջը գրած էր ռուսները մի ուրիշ տեսակ էին անցալել ներկայացումը, ու շատ լավ ներկայացում էր բեմադրե, բերեցի ասել նայեք Արմեն Բարսիր, չեն գրելի բասին բան, ասեց տղա ջան ասեց, ուրեմն էդի գցում ես սրտի տեսմի անկյունը, փակում ես բանալիով, բանալին կուլ ես տալիս։ Չէ, վերջացավ։ Շատ լավ, շնորհակալություն sense ձեր շռայլության համար, որ sense բացատրում եք, ասում եք, դա իմ միջալյոց բոլորիս է պետք, այս ամեն ինչը իմանալ, կյանքը այնց է, որ բոլորիս նույն ուղիներով տանում է։ Հիմա տեսեք, ես ճիշտ եմ հասկացել արտիստի ընդհանուր գործունեության մեջ ամենադժվար կերպարը դա վատ մարդու կերպարը խաղալն է, որբիսի մարդկանց հավատացնես, որ այ իսկական դու վադն ես այդ կերպարով։ Ու եղել է ձեր կյանքում, որ ասենք օրինակ մոտեցել են ձեզ, ասել են արա, ես օրինակ էսի արել։ Եղել է դες բան, մի հատ դերվար կպահնեք։ Իհարկե եղել է, շատ է եղել, նամանավանդ երբ որ ես 3 թուրքի կերպար եմ կերտել, առաջինը վերադարձ ֆիլմի մեջ թուրքի գեներալ էի խաղում, երկրորդը Են լուսահոգի Ջոյթի ֆիլմում էի խաղում, բոսյակ բանը թուրք էի խաղում, շարքային, բայց բոսյակ էր ինքը, իսկ երրորդը Սողոմոնի երգերը Արման Նշանյանի, այնտեղ խաղում է ինտելեկտուալ թուրք, որը որ գիտեր հայոց լեզու, որը որ շատ լավ գիտեր մանրանկարչություն հայկական, երաժշտություն հայկական, հայոց պատմություն շատ լավ, ամեն ինչը շատ լավ ուսումնասիրած գիտեր։ Ու պատկերացրեք, երբ որ մի դրվագ պատմեմ, որ գալիս է այդ հայերի տուն է մտնում, տեսնում է դաշնամուր է դրած, գնում է պտտվում այս դաշնամուրի շուրջը, նայում է աչքը գցում է, տեսնում է նոտաներ է դրած հայերեն տառերով գրած է Կոմիտաս։ Բայց ինչի անում։ Գալիս ասում է դաշնամուրը ով է նվագում։ Ամուսին ասում է կինս է նվագում, ասում կարանք խնդրենք դաշնամուրը ինքը մի հատ նվագի էլի։ Մենք էլ լսենք։ Ամուսինը կնոջն ասում է հա նվագի,
ասма այդ բանը, այդ ինչ է, նոտա է, ինչա ոնց է կոչվում, այդ նոտան բանը, դրանով էլի, այդ նոտայի երաժշտությունը։ Հա, այս կինը չի նվագում այդ նոտայով, Կոմիտասի Շուշի կինա չի նվագում։ Սկսում է բախ նվագել, սա էլ կանգնած է դաշնամուրի կողքը, ու բախ որ նվագում, ասա աչքերը փակ լսում է, երբ որ կինը ընդհատում, ասում է մի ընդհատեք, ասում է ես սիրում եմ բախ։ Ու պատկերացնում եք ինչքան դասական գրագետ, այդ բանը չէ, որ մենք ենք բան, ինչի մենք ուրիշ երկիր գնում ենք իրանց համարվեստը գիտենք, կամ մշակույթը գիտենք, իրենց լեզուն գիտենք, իրանց ամեն ինչը սովորում ենք, իրանք էլ մերն են սովորում, ինչ կա դրա մեջ։ Ուղղակի պետք է կարողանաս ներկայացնես այդ անձնավորությունը։ Գալիս ասում է, կներեք կարամ ես մի հատ նվագեմ, էլի դաշնամուր, ասում եմ փոքր ժամանակ, ասում եմ երազում էի դաշնամուր նվագել։ Նստում է այդ նոտաները Կոմիտասի Շուշիկին է նվագում։ Այս բան են անում, լրից այդ նոտի մեջ անգնում այս ընտանիքը։ Վերջում բարձրանում է, վերցնում է այս նոտան, տանում է գցում է կրակի մեջ, վերացնում է հայ երաժշտությունը, մշակույթը, մանրանկարչությունը բա ոնց է վերացնում։ Այդ ֆիլմը որ նայեք, այդ թուրքի կերպարը որ դասական ինտելեկտուալ թուրքի կերպար եմ կերտել, որ թվում է թե բան չի անում, վերցնում է բաժակը նայում է, այդ հայ աշխատը, ով որ աշխատել է բաժակի վրա, ասում է զգուշ չջարդեք, էլի շատ աշխատանք եմ արել, ինքը թանկ բաժակ, ասում է ինչ է, ասում է հայկական զարդանախշեր են, էլի, լավ ասում է, ստե խզբզոց է, էլի, ու միամիտ կսեմ, վայ ասում է ընկավ ձերքիցս պատահաբար, գնում է այն մյուսը, էլի պատաբար, վերջում ելնում կանգնում է այդ ամբողջ, որ ջարդել է ինքը, ելնում կանգնում վրեն, օհականջին ասում է, ինչ արժես աղբը։ Ասում է, դուք հայերդ երբ պետք է հասկանաք, որ դուք այլևս չկաք, գոյություն չունեք, вас нету, нихт, չկաք, որ 4-5 լեզվով ասում է, այ դա է սարսափելին, այ դա է, որ փողոցում տեսնում են, քեզ հայոյում են, այսինքն իմ դերակատարված կերպարին, այն կերպարը, որ խաղացել եմ, այդ կերպարին, ես գիտեմ, որ այդ կերպարին են հայոյում, ոչ թե ինձ, երբ որ պայուսակով ուզում են խփեն բանը գլխիդ, եւ այլն, այսինքն հենց գնահատականը հենց դա է, էլի, ինքան ճիշտ է կարողացել ներկայացնել այդ կերպարին, որ ու շատ դժվար է, մանավանդ թուրքին խաղալը, հային, որովհետեւ պետք է այնպես խաղաս, որ կարողանաս դիմացինիդ բացատրես, թե ով է քո թշնամին։ Քո թշնամին նա չի մենակ, որ քեզ բռնեց ու կռվել եք ձեր կերպարի հետ, մեջը ձեր։ Բայր։ Հենց այդ պայն, որ խաղացել եք ձեր մեջը, երկրորդն ասել է, արա գլոխը տեսակ ջարդել։ Բայր, պարտադիր։ Անդ վերադարձ ֆիլմի ժամանակ մեր հայկական կողմից մեր բանը ջոգատի հրամանատարը իր ջոգատով իր կողքին մի հատ տղակ է Գոնչ անունով մեր պատերազմի ընկերներից է էլի այդ Գոնչը 90 թվականի ասում է բեք թողի թամ ես ասում եմ դրա վիզը կտրեմ արա ասում է ես մեր Արտաշեսն Ալեքսեյնն գժվել ես ասում է գոնե մատը կտրեմ գոնե ասում եմ մատը կտրեմ լավ եղունգը վերջում համաձայն ես պարոն Ալեքսեյնյան կա ինչ-որ դեր, որ վաղուց ուզում եք մարմնավորեք, ուզում եք այդ դերը խաղաք ու ձեր մոտ ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, որ անընդհատ ուզեցել եք, 20-30 տարի ուզեցել եք այդ անպայման այդ կերպարը ձեր բոլոր դերերն էլ իմ դերերն են, բացի մի դերից մնացածը ինչ կլինի, յետեք ինչ, ես այն հացթուղթն եմ, որը որ հացի բաժանելու մեջ տարբերություն չի դնում Ես այն բժիշկն եմ, որը որ վիրահատելու մեջ տարբերություն չեմ դնում, սա իմ ծանոթն է կամ բարեկամն է կամ չգիտեմ ով, որովհետև իմ աշխատանքը դա է, ես պետքա կատարեմ դա։ Ասում եմ, բացի մի կերպարից, որ առաջարկեն, չեմ խաղա։ Եթե գաղտնիք չի։ 3 տարանոց։
Լավ։ Գայով չէ, Բայց գայով։ ես մի քիչ ուսումնասիրել եմ ձեր հարցազրույցներն եմ լսել։ Ես ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ իմացա, որ դուք ուզեցել եք Կոմիդաս նկարեք։ Կոմիդասի ֆիլմը։ Սայաթնովա թե Կոմիդաս։ Սայաթնովա։ Ուրեմն ես սխալ եմ այդ տեղը հասկացել, Սայաթնովա։ Ես Սայաթնովա։ Կամ դե հարցազրույց վարողն էր Կոմիդաս ասած, որտեվ իմ մեջ դա Չգիտեմ, որ հարցազրույցն եք լսել, բայց ես Սայաթնովայի ինչու Սայաթնովա։ Ինչով այն։ որովհետև գիտեք ինչի։ Սայաթնովային մինչև այսօր ոչ մեկ չի ճանաչում։ Շատ։ 90-ը 8%-ը 95%-ը չի ճանաչում Սայաթնովային։ Գիտեն թե Սայաթնովան մենակ պալատական սազանդար է եղել։ Ես չգիտեմ որ Սայաթնովան 10 գիտական աշխատանքների հեղինակ է։ Նադիշայի զինվորական խորհրդականն է եղել։ Եվ այլն։ Պետք է կարողանանք ներկայացնենք Սայաթնովան պոլիգլոտ է եղել։ Քանի լեզվով է գրել, քանի լեզվով է երգել։ Իր երգելն ու պալատ մտնելը մի պատճառ է ունեցել։ Իր սերը Աննան։ Վերջ։ Ինչն է խանգարել որ այդ ֆիլմը նկարահանվի։ Գումարն է ամենակխնդիրը։ Այսինքն ես եթե հայտնվեն մարդիկ բարեգործներ, ովքեր հայրենասերներ, ովքեր կուզենան աջակցեն ձեզ, այդ ֆիլմը պատրաստ կա, գերականությունը պատրաստ կա։ Ինչպես կարան ձեզ իրանք ձեր հետ կապ հաստատեն օրինակ։ Ձեր միջոցով ինձ կարան գտնեն իմ համարով հեռախոսի։ Հարգելի հետևորդներ, հարգելի հայրենասեր եղբայրներ եւ քույրեր, եթե դուք ունեք ավելորդ, չնայած միշտ չի լինում ավելորդ գումար, բայց ուզում եք որ հայկական արվեստը եւ հայկական մեծերը մարմնավորվեն ֆիլմերում, ապա խնդրում եմ ձեզ ուղղակի աջակցեք, թող այդ ֆիլմը տեղի կայանա, թող այդ ֆիլմը լինի եւ թող մեր ընդհանրապես մեր մեծերը միշտ հավերժանան այդ գեղարվեստական, վավերագրական կինոներում։ Ես շատ մեծ խնդրանքով եմ ձեզ դիմում։ Արսեն ջան, այդ ով որ հանկարծ այդ ֆիլմին աջակցի, նախ ինքը մի հատ պատմության էջ է շուրջ տալու։ Բացի նրանից, որ ինքն է մնալու, իր գերդաստանն է մնալու պատմության մեջ, նաև պատմության էջ ենք մենք շուրջ տալու։ Որովհետև այդտեղ շատ այնքան նուրբ բաներ կա, որ այս տարածքը, որ մենք ապրում ենք, ինչ տարածք է, հետո այս տարածքը մտնող առանց ոտքերը լվալու որ մտնում է, սա գրել է Սայաթնովան, ու շատ հետաքրքիր գիտեք որն է, որ մտածածին չի մեր սցենարը, այն ինչ Սայաթնովան գրել է, իր գրածն է, ուղղակի պետք է կարողանալ կարդալ, ամեն մարդ չի կանա կարդա, իմ գիրն ուրիշ գրենա, ամեն մարդ չի կանա խմի, իմ գիրն ուրիշ գրենա, ինքը դա գրել է, ու այնքան պարզ է բացատրում, իր աշխատանքներից մեկի մեջ կա գրած իր անունը, ոչ թե Սայաթնովա, Իադ նովա, ինչ որ չգիտեմ ես իմ ինչերի ժամանակ փոխել դարձել։ Հուսով եմ որ նմանատիպ մարդիկ կհայտնվեն մեր կյանքում, ովքեր կհասկանան, որ արժեքները անգնահատելի գին ունեն, իրանք անգնահատելի են եւ թողնել ձեր հետքը, ասենք, ինչ որտեղ մեր հայկական պատմության մեջ, մեծերի այդ ֆիլմերի մեջ, ինձ թվում է դրանից ավելինը հետներդ չեք տանի։ Ես պարոն Ալեքսանյան, ձեր թույլտվությամբ արվեստի թեման մի քիչ փակեմ, չէ, լրիվ չեմ փակում, որովհետեւ մի հատ խնդրանք ունեմ ձեզ, այդ վերջում կասեմ այդ խնդրանքի մասին։ Ես կուզենամ մի քիչ դուք խոսեք քաղաքականություն։ Օրինակ, ինչու բոլոր 80%-ից ավել 90% արվեստագետների, արվեստի հետ կապ ունեցող դերասանների եւ այլն երկիշների իրանք քաղաքականությունից իրանք հեռու են պահում, քանի որ երբ որ դու սկսում ես զբաղվել, իրանք քաղաքականությունը սկսում է քեզանով զբաղվել։ Ես ձեր այս վերջին քանի տարիների ընթացքում տեսել եմ, որ քչացել են ձեր դերերը, հրավերները։ Ես ձեզ անընդհատ էկրանների վրա տեսել եմ, որ քիչ է, այս մարդը քիչ է, ինքը պետք է, բայց քիչ է։ Այն ինչու՞ն է խնդիրը, ինչու որոշեցիք քաղաքականության մեջ թեկուզ փոքր մտնել։ Գիտեք ինչ, այս տեսակ ասեմ, ես երկրի քաղաքացի եմ եւ իրավունք ունեմ իմ точка зрения, իմ հայացքները արտահայտելու։ Ես ոչ մեկին ոչ վնաս եմ տալի, ոչ ասում եմ սա սառնա, սա տակա եւ այլն։ Օրինակի համար 20 թվականի հունիսի
14-ին թե 15-ին չգիտեմ, YouTube-ում կա Սարդարաբադից ես Կոչ համայն հայությանը ելույթ եմ ունեցել, որով շատ մեծ արձագանք է ունեցել համացանցում, բայց իրական կյանքում համարյա ոչ մեկ չի կանգնել կողքս, որովհետև ես այդ ամբողջ ռասկլադը տվել եմ երկրաշարժից մինչև այսօր։ Այսօր ասելով մինչև 20 թվականը։ Ասել եմ, իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ, ասել եմ, թե ինչի չեն միանում, կան, այնքան մարդիկ կան, մենք շատ լավ գիտենք, որ իրանց հացը բանը ջուրը տեղը լինի, իրանց չել հետաքրքրում, բայց էլ եմ ասում, այդ ամեն ինչը սա անցողի կա, սա մակեդոնացիներ չէ, որ ասեց ինձ ես սենց թաղեք, տեսեք, որ ոչ մի բան հետս չեմ տանում հետս։ Հայդո Սուլեյմանը փորձել էր դա արդեն իր վրայով կեղծել անել, չի ստացվել։ Մի բան տարել է, էլի։ Մենք մեր հասարակությունը սովորություն ունի կես վայրկյան դա ապրելու, երբ որ գերեզմաններում է գտնվում փոսի մոտ։ Ինքը այդ կես վայրկյանն է, որ ինքը հենց հողը լցին պրծավ, մոռանում է, որ ինքն էլ է մահկանացում։ Իսկ դրա համար շատ կարևոր է, որ ես որպես քաղաքացի, որպես իմ պարտքը, ես իմ ազգի, իմ հայրենիքի ու ջրի հանդեպ անում եմ, բայց մի բան էլ ասեմ, վերջերս ասել եմ բոլորովին մի քանի տարի առաջ։ Ինձ մոտեցավ մի հատ երիտասարդ, ասեց պարոն Ալեքսանյան, ինձ բանակ են տանում։ Գնամ թե չգնամ։ Ասի դե բա ոնց չգնաս, ասի մենք բոլորս է պետքա ծառայենք էլի անուն հայրենիքի, անուն մեր հողի ջրի։ Ասեց կներեք, մի հարց եմ ուզում տամ, ասի տվեք։ Ասեց էս մեր հայրենիքը որ կա, էս վերևի մասը պատկանում է Պողոսյան Պետրոսին, իրա ջրերով։ Էս մասը պատկանում է Հենրիկ Պողոսյանին, օրինակ անուններ եմ ասում։ Էս մասը պատկանում է Սմբատ Սմբատյանին։ Այս ջուրը պատկանում է Պողոսյան Պետրոսին։ Ես ում համար գնամ ծառայեմ։ Որ հայրենիքի համար, այն որ մաս բաժանել են իրար մեջ ու սեփականաշնորհել են, դրա համար գնամ։ Ինչի թող իրանց որդիները գնան ծառայեն։ Ես գիտեք ոչ մի բան չկարողացա պատասխանել այդ պահին։ Ես ինչ ասեի այդ երեխին 18 տարեկան երեխան եկել է ինձ բան է հարցնում։ Ասում է ես գնամ ում հողն ու ջուրը պահեմ, եթե սա իմը չի արդեն սեփականաշնորհված է։ Թավալի բան եմ ասում, բայց դա էլ իր քաղաքացիական բաններ, կեցվածքներ։ Դե բայց ամեն դեպքում մարդիկ անցողիկ են, ամեն ինչ անցողիկ է, հայրենիքը հավերժ է, ինքը թող իր պարտքը կատարի, մնացածը արդեն Աստված առաջ, մի օր ամեն ինչ փոխվելու է։ Ասում է խնդրեմ իրանց որդիների հետ գնամ պարտքս կատարեմ, թող գան իրանց հողու ջրի։ Անարդարության մասին է խոսքը, որը մեր Հայաստանի Հանրապետությունում չկա այդ մարդիկ կան որոնց համար օրենք աշխատում է, մարդիկ կա որ այդ օրենք իրանց համար գրված չի, նույնը պետությունների մասին է խոսքը, միջազգային իրավունքը գրված է փոքրների համար, մեծերի համար չկա նման, այնտեղ ուժն է գործում եւ իրենք են պարտադրում մեզ այդ օրենքները բանանելու։ Ես այսօր շատ մեղադրում եմ նաեւ պատմաբաններին, որովհետեւ տեսեք Գարեգին Նեժդեն ինչ էր ասում էր Գրագետ բանիմաց հայրենասեր հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է հասարակության վերադաստիարակում։ Դա հասարակության վերադաստիարակել, ճիշտ է։ Ինչ եմ ես մեղադրում մեր պատմաբաներին, որ դպրոցից պետքա սովորացնեին Սասնա ծռերը, պետքա բացատրեին այդ երեխեքին, ինստիտուտում պետքա անցնեին Սասնա ծռերը, էպոսը, պետքա բացատրեին։ Ձենով Օհան ով է։ Ես գրածա Ձենով Օհան, ով է Ձենով Օհանը։ Ձենով ինչ են ասում Ձենով Օհան։ Մարդ, որը որ գրել են Ձենով Օհան, որը որ պետքա փոխանցի սերնդե սերունդ, դրա համար է Ձենով Օհան, սերնդե սերունդ փոխանցի այդ էպոսը։ Այդ
վիճակը, այդ բանը ինչ որ կատարվում է, ինչ որ պետք է անես։ Շատ լավ, տեսեք, քանի որ դուք հենց հիմա մի հատ հարցի մոդիկ գնացիք, ուրեմն այդ հարցը մի քիչ առաջ տամ ես։ Հայի կա իմ կարծիքով երկու տեսակ, մեկը որը ապրում է ստամոքսով, մտածում է ստամոքսով եւ իր համար գրեթե ну всё равно է, ով է, ինչ է, ռուսը կլինի, ստե թուրքը կլինի։ Ինքը կարևորը բիզնեսը լինի, տա կլինի, թող ինձ 1000 անգամներ են, բայց ես այդ նկատել եմ։ Այ կա եւ երկրորդը, որոնք մի քիչ են, որը ինչպեսին պետք է լինի։ Տեսեք, ես էլի պետք է հիշեմ բանը։ Ասում է Վահրամ Փափազյանն ասում էր ամեն սև բան օթելլո չի։ Ես էլ ասում եմ ամեն հայերեն խոսացող հայ չի։ Մենք շատ ժամանակ շփոթում ենք հասարակություն, ժողովուրդ եւ հայ հասկացողությունները։ Որտեւ հայը դա Շարլ Ազնավուրն, Արամ Խաչատրյանն է, Արմեն Ջիգարխանյանն է, Վահրամ Փափազյանն, Հրաչյա Ներսիսյանն է, եւ այլն, եւ Արմեն Բաբաջանյան, Տերտերյան, իտակդալի։ Մենք շփոթում ենք այդ ամեն ինչը։ Մենք չենք գիտակցում, որ իրական հայ այդ տեսակ չի, այն ինչ որ մի երկու բան նշեցիք դուք։ Դրանք հայերեն խոսացողներն են։ Ինչպեսին պետք է լինի իրական հայը, ըստ ձեզ։ Ինքը առավոտ արթնացավ, ինչ պետք է անի, կամ այդ տարին ինչ պետք է անի, ոնց պիտի իր օրը, ընտանիքը ոնց պետք է դաստիարակի, երեխաներին ոնց, սա խառնվել է իրար, ցավը տանեմ, այսպես սա խառնվել է իրար։ Ինչու մենք ունեցանք այս այն ինչ որ մենք իրար հետ հասկանում ենք, չէ՞ որ այն ինչ որ մենք ունենք դրսում, դա մի օրվա չի, Նիկոլը չեկավ դենց սարքեց։ Նիկոլն եկավ բացահայտեց։ Ես ասել եմ ու էլի կկրկնեմ։ Իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ Նիկոլ Փաշինյանը եկավ հատ առ հատ բացեց բոլորի էությունը, պատրեց դիմակները, եղբոր, հոր եւ եղբոր հարաբերությունները, եւ այլն։ Միֆը պատրեց, որ իմ դիմակը պատրեց, ձեր դիմակը պատրեց, բոլորիս դիմակները պատրվավ, ով իրենից ինչ է ներկայացնում, ինչ է իրեն էությունը։ Այսքան թուրքասեր որտեղից մեր մեջ, ինչն ենք սխալ արել, ցավը տանեմ։ Բանա, դա։ Ինչքան են մեզ գրավել ու բան տիրացել։ Սելջուկներ, թուրքեր, չգիտեմ, իրանց սերունդներն են ուզում եք ասել։ Արսեն ջան, ես Սանես մի 5 տարի առաջ էր կարծեմ այդ 20 թվականների մոտ էր։ Հայտարարություն տվեցի, որ զինվորագրվում են հայ մահապարտների ջոկատ։ Զինվորագրվեցին։ Ու պետքա գենետիկ բան տային, անալիզ տային։ Պատկերացնում եք, Ոչ չէի իմացել սրա մասին, դարձքիդ։ Հա, գենետիկ անալիզ պետք է տային Աբոգանի վրա, Փարիզա Թուրքի դիմացը, մտնում ես դալան, այնտեղ գենետիկ անալիզի կենտրոնն է։ Պատկերացրեք, ոչ շատ չխորանամ 300 հոգուց ընդամենը մաքուր դուրս եկավ 30 հոգի։ Իսկ գերական սարսափելի բան եք իմ ասում, լուրջ եմ ասում։ Ես իմ հարցազրույցների ժամանակ իրանք իմացել են, որ իրանք հայ չեն։ Դե իրանք իմացել են, որ իրանք հայ են, բայց իրանք չգիտեն, որ ինքը խառնուրդ է բելարուսեն, մեկը խառնուրդ է թուրքեն, մեկը սելջուկի, մեկը պարսիկի, այն մեկը սաղ տարբեր ուկրաինացու, այն մեկը ռուսի, այն մեկը ադրբեջանցու եւ այլն։ 300 հոգուց 10%-ը սարսափելի բան եք հիմա դուք ասում։ Ես ավելի սարսափելին ասեմ։ Եթե ոչ 30 թվականին, ապա 50 թվականին Հայաստանում հայերը կկազմեն Հայաստանի փոքրամասնությունը։ Փոքր սփյուռք կլինի Հայաստանի մեջ հայերը։ Դա ասեց դա մեր նախագահներից մեկը անունը չտա։ Չէ, պիտի տակ։ Իմ մոտ Լևոն Տեր-Պետրոսյանը, լավ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ասեց, որ եթե հայերն ուզում են հաջողեն Հայաստանում, պետք է ուժեղ սփյուռք ունենան Հայաստանում։ Դա մեկ։
Երկրորդը Սերժ Սարգսյանը չէր ասողը, որ 5000 5 միլիոն ժողովուրդ պետք է լինի Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանն էլ ասեց մինչև 30 թիվը պետք է 5 թե 10 միլիոն լինի, ճիշտ է։ Բայց չեն ասում ով։ Այ որ ինչը որ ասեմ։ Պակիստանից ասենք, Պակիստան, հանդիկա, բանա։ Վաղը մյուսերը Աստված չարասցի, Հեսա Իրանը կգա, Ադրբեջան 300,000 հոգի Ադրբեջան կգա։ Լավ ինչ անենք։ Դու ինչ կարաս անես։ Չէ, մի րոպե։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ այդ 10% է, բերանսը չի ծառում ասեմ 10%-ը։ Իրոք 10%։ Հա, բայց ինչ որ մի ձև պետք է, չէ՞, պայքարել էս ամեն ինչի դեմ։ Մեկ պետք է հանձնվենք Թուրքի օրակարգին կամ ինչ որ, չգիտեմ, ուղեղի մեջ ինչ է ֆրացը, որ Հայաստանը պետք է լինի սենց, մենք է պիտի համակերպենք, խոնարհվենք։ Դուք լավ բան ասեցիք, բանը որկորով ապրող են։ Առաջ եթե մենք ասում էինք, որ առաջ որդուս, հետո մորթուս, հիմի դարձել է առաջ մորթուս, հետո որդուս կլինի չիլնի, վեճի չի, թող ինքը մտածի։ Այդ դա է ցավը։ Այ այդտեղ է ցավը հենց։ Ու հետո այս ամեն ինչը որ կատարվեց, եկեք պարս ծուրը նստենք շիտակ խոսենք։ Սա գերտերությունների խնդիր է, գերտերություններն են Գուզենան Պողոսին կբերեն կդնեն, Գուզենան Պետրոսին կբերեն դնեն։ Եթե դու հայ ես, եթե ուզում ես մտնես այդ պայքարի մեջ, դու պետքա հզոր լինես։ Բայց արգելիս թույլտուրս թե այդ գերտերությունները ինչ ուզում են թող անեն, մտածեն, եթե մենք միջից փդած ենք, իրանք դու պրիչոմ, աբյորկեն սիրուն է, բայց միջի կոնֆետը փդած է։ Այո։ Ես ուզում եմ հասկանամ, այս միտումնավոր եկած այդ նախագաներ, միտումնավոր իրանք ծրագրերով, բաներով դրսի այդ տերերի հետ միասին փճացրեցին մեզ միջից, թե մենք այդպես կայինք։ Մի քիչ չէ, շատ լավ էլ փճացրեցին։ Օրինակ հիմի որ կանայք սրանից 10 տարի առաջ կինը հելներ ուղիղ եթերները մտներ, հայոյանք այն հայոյանքը, որ մենք չգիտենք էդի ինչա նշանակում։ Վերցնում ես բառարանով ես մանգալի, դա ինչ նշ։ Ահա սա խառնվել է, ստե մեր մեղավորությունը, տղամարդկանց մեղավորությունը կա դե չկա։ Անպայման։ Ես էլ եմ ասում, մի անգամ միտեղ ասեցի ես պատրաստ եմ հասարակության վերադաստիարակությամբ զբաղվելու։ Ընդամենը պահանջվում է վերցնենք իրական պահանջվում է 25 տարի մանկապարտեզից մինչև ինստիտուտ բանակ ավարտելը։ Ինչպես ասում էր նժդե, պետք է վերադաստիարակել հասարակություն։ Այսինքն այն ինչ որ իրանք արեցին։ Որտեւ իրանք ավելի հեշտ է Սորոսի ասածով մեզ պետք չեն խելացի մարդիկ։ Մեզ պետք են անուղեղ անիմաստ մարդիկ, որից մենք կարողանանք մեր գործը անենք։ Հիմա տեսեք, դուք ասում եք առաջարկներ ունեք։ Մենք գիտենք հիվանդությունը, դուք լուծումներ ունեք կոնկրետ, ունեք ծրագիր։ Օրինակ 1-2-ը, որբիսի մենք սև ու սպիտակների չբաժանվենք, փորձենք հասկանանք, որն է այն կետը, որտեղ կարանք միավորվենք ու մարդկանց շուրջ չէ։ Գաղափարի, ինչ որ գաղափար դուք գիտեք, որ դրա շուրջ համախմբվենք, թեկուզ քչերով, տոկոսներով չեմ ուզում ասեմ, բայց կարողանանք այս մեր պետության մեջ մեր հայրիկ, այս մեր մոր, էսի մեր մայրն է։ Մենք դավաճանում ենք մեր մորը, թողում ենք մենակ, չգիտեմ ես ինչ ոնց բացատրեմ։ Շատ ցավալի բան եք ասում, երբ որ ես էլի պետք է կրկնեմ նույնը, երբ որ ես հելա 20 թվականին կոչ արեցի համայն հայությանը կողքս ոչ մեկ չկանգնա, արվեստագետներից առավել եւս ոչ մեկ չկանգնեցին կողքս։ Երբ որ ես գնացի Էջմիածնի զոհվածների նամակների կողքից, հարուստ չէիք, դրա համար չկանգնեցին։ Ապրեք։ Ձեր ձևով որ սկսեք, մի քիչ էլ հարուստ լինեք, երևի կանգնեք։ Ահա, դե, մեր ձևով, հա։ Մեր ձևը տենց չի, մեր ձևը լրիվ ուրիշ ձև է։ Այ ես որբիսի Հայաստանում չլինի ձևեր տարբեր։ Ասենք Քոչարյանը իր ձևով, Սամվել Կարապետյանը իր ձևով, Նիկոլը իր ձևով, որբիսի դա չլինի հայ ձևը, լինի ու միասնական լինի։ Որն է քաղաքականությունը մենք լավ գիտենք ինչ է։ Ու լավ երգ կա անգլերեն, չէ՞, դե կարծեմ Beatles-ների երկու Money։ Չէ, բանն է, Boniem-ը։ Boniem-ն է։ Հա։ Ոչ, ինչ որ այ, Money։ Այսինքն փակինգ դուրը ինչ անենք, լույսը մարենք։ Դա վաղուց եմ ասել։
Գալու են ձեր արդեն եկել են խփել են բանի սենյակի դուռնել են խփել վերցրել են տարել են արդեն են շատերին աղջիկներին կանանց օգտագործում են եւ այլն Գիտեք մարդիկ գերի գնացին ես 98 թվականին 17 րոպե 52 վայրկյանանոց դոկումենտալ իգրավի բանա խաղարկային տենց ֆիլմ նկարեցի կադրը բացվում էր նրանում որ ասեն նայում էի կանաչ դաշտա այնտեղ կենթանիները արածում են բան են անում ինչքան կադրը մոտենում է նայում ես այ մարդ դա կենթանի չի էնել կանաչ չի ինչքան մոտենում ես տեսնում ես որ մարդը այն էլ կանաչ թուղթ է արածում է Էլ կարամ 17 րոպե կարամ պատմեմ խորոնամ, բայց արդեն իստումա պարզ է, չէ՞։ Ինչի մասին է խոսքը։ Մենք հասկանում ենք ինչի մասին է խոսքը, բայց տեսեք կան մարդկանց մեծ քանակություն, որոնց ես չեմ համարում, որ իրանք հայրենասերներ չեն, բայց մոլորված Սա չգիտեն որտեղից։ Իրանք միշտ սովոր են, որ պետք է հայտնվի մեկ մարդ, որը կհելնի կասի իմ մեջքից հետևից առեք, հետո իրան բռնեն ձերբակալեն, այդ ամեն ինչը փշրվի գնա, կամ հելնեն էքսկուրսիա անեն հերթական անգամ ամբողջ Երևանով, մարդիկ էլ Սփյուռքում նստած ասեն, այ լավ է, էլի այսօր էլ մտեք Աբովյանով, ձեր ցավը տանեմ։ Այ ինչ անենք, որ գաղափարի շուրջ գան, ոչ թե մարդկանց։ Շեքսպիրը լավ խոսք ունի, ասում է եւ նա, որ ստեղծեց մեզ մի այսպիսի մեծ հանճարով եւ տվեց աստվածային բանականություն ոչ նրա համար որպիսի անպետ բորբոսնի մեր մեջ ինչ բան է մարդը եթե նրա փափագը ուտել եւ քնել լինի անասուն միայն ոչինչ ավելի հիմա գիտեք նայեք տեսեք ամենագլխավոր բանը այս աշխարհի պատերազմները ինչու՞մ է կայանում մարդիկ սեր են ուզում չկա Դա պետք է ընտրված լինես, որ այդ սերը քեզի վերուս տրվի։ Ես շատ փակագծեր չեմ ուզում բացեմ, որովհետև դեր ժամանակը չի հերիք։ Նորմալ է ժամանակը, ասեք։ Ձեր դեպքում ես պատրաստ եմ մի քիչ ավելացնել ժամանակը։ Բաներ կան, աներևույթ բաներ կան, որ մախանացու մարդը չի տեսնում։ Ասում են, չէ, երրորդ աչք։ Գոյություն ունի այդ երրորդ աչքով ահագին բաներ պետք տեսնում ես, իմանում ես, լսում ես, շփվում ես։ Այդ անդրաշխարհի հետ ես շփվում եւ այլն։ Այդ տեսակ բաներ հասկացողություններ կան։ Ասում եք այդ առաջնորդին որ դեր եղբայր ականջ ինչի համար է տված լսելու, չէ՞։ Լսելու, ընկալելու հասկացար, բայց դուս եկավ գնաց, բայց չընկալեցիր ինչ ասեց Արսենը։ Աչքերը տված է տեսնելու համար։ Մենք ինչ ենք անում, լսում ենք այն, ինչ որ չպետք է լսենք, ու չենք էլ ընկալում։ Տեսնում ենք այն, ինչ որ չպետք է։ Հարց են տալիս, ում հետևից գնանք։ Եղբայր ասում եմ, հետևից չէ, գաղափար։ Գաղափարը պետք է լինի իրատեսական։ Ազգային գաղափարախոսություն։ Բայց ինքը այսօրվա մեր Հայաստանի ունեցած իմունիտետի հետ համարժեք պետք է լինի իրականացվող, ոչ թե հեքիաթներ, 18 տվիներ, աշխարհի ամենալավ ծրագիրը բերեցին մեզ, ասած։ Ես ամեն ինչի տակ ստորագրում եմ ՔՊ-ի բերած ծրագրի 18 թվականի։ Բայց իրագործում, ով է դա անելու, ո՞նց է անելու, ինչ ռեսուրսով, խափում են աճ եւ ձախ։ Այ ին կարծիքով ձեր առաքելությունը եւ ձեր նմանների առաքելությունը նրանում է որ շատ չփեք, չնեղվեք ժողովրդից, չնեղանաք մարդկանցից, որ ձեր կողքը չկանեց ու դաստիարակեք ձեր խոսքով, ձեր մտքերով։ Իմ կարծիքով շատ մեծ գործ կանեք։ Արսեն ջան, դրա համար անհրաժեշտ է որ ես ապահովագրված լինեմ։ 5 անգամ մահապործ են արել։ 5 անգամ Այո, 5 անգամ իմ վրա մահապործ է եղել։ Օ, ես չէի իմացել, տեսեք։ Այնքան բանկավոր չգիտեի, այնքան բանկավոր հասարակությունը չգիտի։ Ես ոչ չեմ դնելու ցաղ բացեմ։ Ու եւ ինչ տարաշրջան 98 թվից սկսած։ Ինչ 98։ 88 թվից սկսած։ Ոնց հասկացա դուք անդիմադիր միշտ Ես ուրեմն ասեմ ձեզ առաջի միտինգը
88 թվի առաջին միտինգը Մոսկվայում Վագանսկի կլադբիշայում ես եմ անցկացրել իմ կուրսեցիների հետ։ Մայակովսկի պլոշից որ հասանք հրապարակ, մենք գնացինք մեր գրպանից մեր ուսանող ժամանակ, բան այդ կոպեկներ առանք մեշոկներով, վերեցինք դրեցինք, եկել ենք Մայակովսկի հրապարակ, որպեսզի ամերիկյան դեսպանատան մոտով մեր բողոքի ակցիայով անցնենք։ Հետո եկել ենք Վագանսկի թաբանը գերեզմանոց, այնտեղ արդեն ելույթներ ենք ունեցել, ես լավ հիշում եմ առաջի ելույթը Ռաֆայել Պատկանյանի հիմել լռենք։ Եվ այլն։ Այսինքն 88 թվից ես եղել եմ այդ ամեն ինչի մեջ։ Բայց ցավոք սրտի Եվս երկու հարց եւ մենք կամփոփենք։ Առաջինը եկեղեցին։ Արդյոք չի կարա եկեղեցին լինել այդ համախմբողը, այսինքն ոչ թե անձնավորությունները, ովքեր այնտեղ աշխատանքի են, ընդրված են կամ բան, այլ հենց գաղափարը, եկեղեցին իր սկզբունքայնությունով։ Մենք առանց նայելու թե ով ինչ գաղափարախոսության հետևորդ է, եկեղեցին չի կարա լինի այդ հիմքը, այդ միագը, որ բոլորիս անկախ մեր շերտերից ու մենք համակրում քաղաքական դաշտում մոռանանք այդ ամեն ինչը, գնանք այդ մի հատ դեր կանենք։ Ուրեմն թող ինձ ներեն բոլորը, թե հավատացյալները, թե եկեղեցականները, բոլոր հեղափոխությունները սկսվում է թատրոնից։ Ուրեմն պետք է բոլորը խմբավորվեն մշակույթի արվեստի մարդկանց շուրջ։ Հոգևոր դաշտը այդ հոգևոր դաշտի շուրջ պետք է համախմբվել։ Ես ասում եմ սկրիտ էլիտը։ Թաքնված էլիտը, որոնք իրական էլիտան են, բայց ասենք հաց հետևից չգնացող, իրական գաղափարախոսություն կրող մարդիկ։ Այո, լրիվ համամիտ եմ։ Երկրորդ հարցս եմ ուզում տամ։ Մի պա նորից մտնեք Գարեգին Նժդեի դերի մեջ ու ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի կոչով, ինչ-որ մի ձևով փորձեք արտնասնեք, ինչ-որ քանակությամբ մարդկան։ Ես հասկանում եմ շատ դժվար բան եմ ասում, բայց այդ կերպարը հավատացած եղեք։ Մենակ իմ մոտ չի, որ հիմա դուք ասեք, միգուցե ես այստեղ տեղում չգիտեմ ինչ։ Չէ, Արսեն ջան, նայտես, դա պատվերով չի, դա process է։ Կերպարը ինչ կասել, լավ Գարեգին Նժդեն Գարեգին Նժդե էլի պետք է կրկնվեմ։ Պետք է զբաղվել հասարակության վերադաստիարակությամբ, որպեսզի եղած քո այդ ներսի բոլոր ամեն ինչը կարգավորվի, վերանա այս սևն ու սպիտակը վերանա ատելությունը, պետք է հասարակություն վերադաստիարակել, որպեսզի այդ հասարակությունը սկսի իրար հարգել եւ սիրել, իրար լավ վերաբերվել, ստատուսները ոչ թե վերևից ներքև սևացնել, այլ վերևից ներքև կարմիր սրտիկներ դնել։ Օրինակ եմ բերում։ Սեր պետքա ներարկես այս ազգի, սերը չկա։ Մածունը կա, այդ մածունի վրայի սերն ու մերանը չկա։ Ես ենքան ուպորնի մարդ եմ, ախր ես չգիտեմ, ես որտեղից ում եմ ասած, ես իմաստավոր եմ իմ հարցս։ Կարեք մի դրվագ կինոից Գարեգին Նժդեի հետ կապված հիմա հնչեցնեք։ Շատ դա էլ եմ ասում։ Արսեն ջան, ախր դա գիտես ինչ բան է, էլի։ Էդի ոնց որ ասես հիմի ընդ որ բանը վիրահատում են բանը հիվանդը բացանդը գնա մի հատ կուրաղի քաշի բերես ստեղ տենանք լետ Այսինքն կոնտեստից դուրս չի կարա լինի։ Դա անհնար բան եք ասում էլի հիմի չգիտեմ դա իմ դերս դրանում է կայանում անհնար դա տենց չի լինում շատ լավ հասկացա ես ուղղակի իմ աշխարհայացքով եմ այդ ամեն ինչի մոդենում ինձ կարաք դուք հասկանաք ես որպես արտիստ չեմ մոդենում ես արցին ամեն դեպքում կարանք մենք ասենք որ այսօր այն խոսքերը որ Գարեգին Նժդեն ասել է ապերախ ժողովուրդ ասելով այդ ապերախ ժողովուրդը անցած 100 տարի անցավ նորից կա եւ մենք չենք կարող արմատախիլ անենք այդ ապերախտությունը մեր ազգի միջից ես 2 րոպեանոց 3 հատ այդ փոքրիկ ֆիլմ ստեղծեցի Հովհաննես Թումանյանին համակ Ավետիք Իսահակյանին
Հովհաննես Թումանյանի նամակը Զորավար Անդրանիկին, YouTube-ում կա այդ ֆիլմերը, էլի։ Այնտեղ ասում է, դա եւ դրա մասին ասում։ Կոչ համայն հայությանը, ժողովրդին, որ այո, ապերախ ժողովուրդ։ Այստեղ խնդիրը հիմա գիտեք ժամանակները որ փոխվում է ինքը իր ժամանակը ինքը իր պահանջներն ու իր խնդիրներն ու իր առաջադրանքները բերում է իր հետ այն ժամանակ լրիվ ուրիշ է եղել հիմի լրիվ ուրիշ բան է լրիվ ուրիշ պատերազմ է այն ժամանակ այդպես գումարային խնդիր չի եղել հիմի մեծ գումարների բազար է մեծ նավթահորերի բազար է մեծ պրեսնի խմելու ջրի բազարը, մեծ սարերի ոսկի հանքերի բազարը, եւ այլն։ Համեն դեպքում ես թույլ տվեք ձեզ շնորհակալություն ասեմ, որ չհրաժարվեցիք եւ մեր տաղավար եկաք, այս հաղորդմանը մասնակցեցիք։ Մի քիչ ժամանակ անցնի ինձ թվում է մենք խոսենք ավելի լավ թեմաներից։ Կաշխատենք, որ այդ թեմաները լինեն։ Որպես ամփոփիչ խոսք, խնդրեմ, եթե ինչ-որ բան կա, որ ուզում եք ասեք ու չասեցիք, հնարավորություն չկա։ Ասեմ, ուրեմն որպես ամփոփիչ խոսքի նախաբան կարող եմ ասել, ելեմ կկրկնվեմ, երևի թե, բայց հազար ներողություն, ես նայեմ ասեմ, այս տիկնոջ անունը Արուսյակ Սահակյան, Հայոց պետականություն եւ Սասնա ծռեր։ Թող մի հատ մեր հասարակությունը YouTube-ում կա։ Մի ժամ ընդամենը տևում, այդ շատ հաղորդումներ ունի։ Բայց այդ մի ժամվա տևողությամբ հաղորդումը հայեր 1 ժամ տրամադրեք եւ դուք շատ բան կլսեք, կհասկանաք, կսովորեք։ Ու ինքը շատ է դարքիր բան ասում ընդեղ ասում է եթե ուզում ես պետականություն ունենաս եւ պահպանես քո պետականությունը, պետք է ունենաս Սասնա ծռերում ասում։ Ինքը թարգմանում որպես ներկայացնում է ինքը։ Պետք է ունենաս ուժեղ բանակ, հզոր բանակ։ Ասում է երբ Մրսամելիքը իր բանակով եկավ, ասում է մեր վրա ժողովուրդը ասեց անթիվ աստղեր երկնքում չենք կարում հաշվենք։ Ասում է իսկ Դավիթը մենակ էր պատերազմում իր դեմ։ Եվ այլն։ Ուզում եմ ասեմ, թող հետաքրքրվեք, մի հատ նայեք, լսեք, տեսեք ինչ են ասում։ Պատմաբաններին եմ ուզում անդրադառնամ, չգիտեմ, այդ գիտության մշակույթի նախարարությունը կմտցնեն արդյոք Սասնա ծռերը որպես ադրբեջանական գրողի բանաստեղծությունները ինչքան հասկացա մտցրել են 5-րդ դասարան թե 6-րդ դասարան դուք ինչու մասն եք խոսում կներեք բան չունեմ էլ ասել երբ որ Գարեգին Նժդեն այդ մարդու համար ով որ այսօր այդ նախարարությունը գլխավորում է դա ֆաշիստական գաղափարախոսության կրող է ինչու մասն եք դուք խոսում ես այդ դառույթով բանը Facebook-յան էջում այն ժամանակ որ այն ամենասկզբից որ նշանակել էին նախարարուի, ես բացատրեցի իրան, որն է Գարեգին Նժդեի գաղափարախոսությունը, խնդրեմ կարդացեք, տեսեք, ու դրեցի էջում, որ դա ֆաշիզմի հետ ընդհանրապես կապ չունի։ Ընդհանրապես կապ չունի։ Այդ սինոպսիսը, որ ես ձեզ տվել էի, այդտեղ նկարագրում է ֆաշիզմը որն է։ Ինչի մասին է խոսքը, եւ որպեսզի ֆաշիզմը չկրկնվի, պետք է իրոք Այ մարդուն շատ բան պետք չի սեր, ուրիշ ոչ մի բան, ոչ ատելություն, ոչ սեր, ոչ Աստված առաջ մենք կունենանք փրկություն, ես միշտ ասում եմ, մենք դադապարտված ենք հաղթող լինելու, մենք այլ ընդրանք մեզ Աստված չի թողնելու, հավատացած եղեք, ես այսքանով ուզում եմ ամփոփեմ այսօրվա մեր շատ լավ հաղորդումը, շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ պարոն Ալեքսանյան ձեզ, որ համաձայնեցիք այս սուղ ժամանակների ձեր, գիտեմ որ գրաֆիկով մի քիչ սուղ է ձեր մոտ նկարահանումներ եւ այլն, բայց ժամանակ կդաք մեր հետ նույնպես շփվելու, իմ հանդիսատեսի, իմ հետևորդների, իմ ընկերների հետ նույնպես շփվելու, շատ շնորհակալություն ձեզ։ Նմանապես շնորհակալ եմ։ Խնդրում եմ, Եթե ինչ-որ բանով կարողացանք օգնենք, ինչ-որ բանով հարստացնենք ձեր շտեմարանը իհարկե ծեղմում ենք կոճակը, բաժանորդագրվում ենք, հաջորդիվ հաջողություն ձեզ։ Նմանապես